Ողջույն, սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում, հյուրս այսօր բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Արզումանյան։ Ես էլ մեր տաղավարում ուրախ եմ ձեզ տեսնել։ Չգիտեմ ասեմ ինչ տրամադրությունների մեջ ենք, բոլորս բորբոքված, բոլորս լարված եւ դա հասկանալի է, որովհետեւ մեր երկիրը շատ ծանր օրեր է ապրում եւ ես կուզեմ, որ այսօր մեր զրույցը լինի, ինչպես ասում են, անկեղծ, որովհետեւ ձեր նման մտավորականը պետք է իր խոսքը հնչեցնի եւ հասցնի մեր ժողովրդին։ Տիկին Արզումանյան, եվրոպական երկրների ղեկավարները 2 օր Հայաստանում էին, բավական ներկայանալի կազմ էր եկել Հայաստան։ Եվ մենք, ես ճիշտ ասած, տրամադրություններն էի փորձում հասկանալ մեր ժողովրդի եւ ընդհանրապես այս այցի հետ կապված մարդիկ ինչ են մտածում, հիմնական իշխանական դաշտը եւ մեր իշխանական շրջանակները կամ ինչպես ասում են իշխանության այդ կերակրակ դաշտի կողք գտնվողները հրճվանքի մեջ են, թե այ մենք հիմա իսկապես ունենք ինքնիշխան պետություն, մենք իսկապես հիմա արդեն խաղաղություն ենք հաստատել, հրճվում են, թե տեսեք ոնց են եվրոպացիները դիմավորում, ընդունում եւ կարևորում Նիկոլ Փաշինյանի դերը, նրան ժողովրդավար համարելով եւ այլն։ Հակառակ կողմում հայ ժողովուրդներ, ես պիտի շեշտեմ հիմա այն հատվածը, որը այն հայրենասեր արժանապատիվ հատվածը, որը տագնապի մեջ է, որ երկիրը մեր Փաշինյանի ձեռքով դառնում է աշխարհաքաղաքական խաղերի թաթերաբեմ եւ ինչպես ենք դուրս գալու դրա տակից, արդյոք մեր ուժ կունենանք մենք մնալու այդ ուժեղ ճնշումներից հետո։ Հիմա եկեք խոսենք, ես շատ կուզեմ, որ դուք փոխանցեք ձեր տրամադրությունները։ Ինչ տեսանք այս 2 օրերի մեջ, շատ մոտիկից լսելով եվրոպացիների հայտարարությունները, իդեպ ասեմ բավական անկեղծ էին, քան երբևէ։ Եվ ինչ հետևության հանգեցիք, լսում ենք ձեզ, խնդրեմ։ Նախ, եթե ես ձեր հարցին հարցով պատասխանեմ, ինչ տվեց դա Հայաստանի։ Բացարձակապես ոչ մի բան։ Բացարձակ ոչ մի բան։ Ընդհանրապես շոու էր, մի նպատակ հետապնդող, որ այս իշխանությունը մնա իշխանության։ Վերջ։ Այո։ Ուրիշ նպատակ այդ շոուն չուներ։ Աշխարհին, այսպես ասած, ճանաչելու համար մի հատ ուղակի շրջվենք դեպի Ուկրաինա։ Ինչ են անում։ Հայտարարում են, մենք կպայքարենք մինչև վերջին ուկրաինացին։ Դուք այդ խոսքերի դաժանությունը պատկերացնում եք, հա? Այսինքն Ռուսաստանի դեմ գնալու համար իրանք մատաղացու են սարքել մի ամբողջ երկիր, մի ամբողջ հսկայական երկիր եւ մի ժողովուրդ, մինչև վերջին ուկրաինացին։ Եվ սա եվրոպական արժեքներն են այսօր։ Եվրոպական հումանիզմն է դա։ Ինձ հետաքրքիր է, ինչ է մնացել եվրոպական արժեհամակարգից, այսպես ասած։ Այսօր ցավալիորեն ցանցերում նկարներ են, ԼԳՏԲ ներկայացուցիչները արդեն հայ, նկարվում են մեր վերևի իշխանությունների հետ եւ շնորհակալություն են հայտնում եվրոպական արժեքները Հայաստան ներմուծելու համար։ Դուք հասկանում եք ինչ է մնացել, մենք ինչ ենք տեսնում ու ինչ ենք վերցնում եվրոպական արժեհամակարգից։ Իսկ հիմա ասեմ, եվրոպական արժեհամակարգի ամենագլխավոր առանցքը, այսպես ասած, ժողովրդավարությունն է, եկան այդքան, խոսեցին մեր քաղբանտարկյալներից, հա? Իհարկե ոչ։ Վերջ։ Լռություն էր։ Վերջ։ Էլ ես ասելիք չունեմ, մենք Եվրոպա երբևէ չենք դառնա։ Երբևէ։ Որովհետև մինչև 30 թիվը իրանք կարծեմ, եթե չեմ սխալվում, մենակ Կոսովոյին են ընդունելու եւ վերջ։ Եվրամիություն նկատի ունեք։ Այո, մենք Եվրոպա չենք դառնա, իհարկե երբևէ չենք դառնա։ Թուրքիան քանի տարի է սպասում, Վրաստանի հետ ինչ արեցին, հիմա Ուկրաինան իրենց ամենահարազատն միլիարդներ են տալիս, ժողովրդին կոտորելով միլիարդներ են տալիս, որ Ռուսաստանին թուրացնեն, ընդունելու են Եվրոպա, առավել եւս մեզ չեն ընդունելու։ Ամբողջ այցի նպատակը եւ այդ փիշի, որ անում են, միայն նպատակը ռուսի ոտը ստեղից հանելն է, ուրիշ նպատակ չունեն։ Ճիշտ եք։ Եվ գիտեք, մեր ժողովուրդը սիրահարված Մակրոնը հաստատ շփոթել էին Շարլ Ազնավուրի հետ։
Լուրջ եմ ասում, որտեվ այդ աննորմալ ում եք այդպես սենսիա հարված խելագարված գրկախառնվում մարդ, որը ստիպեց ասել Ղարաբաղ Ադրբեջանի կազմումը, հա? Գիտեք, ես այդ թեմայով ճիշտ ասած անիմաստ էլ է երկար խոսելը, բացարձակ անիմաստ է, որտեվ այնքան բացահայտ էր, ինչի համար էր այս ամեն ինչը արվում։ Գալիս է այստեղ Հայաստան մեկը, որը մեր 44 օրյա պատերազմի ժամանակ զենք համատակարարել Ադրբեջանին, որ մեր երեխեքը կոտորվեն։ Ֆոսֆորային զենքը իդեպ։ Դուք հասկանում եք, ինչ արեցինք մենք եւ ինչի վրա պետք է հրճվենք։ Հասկանում եք, դա հերթական այս տարիների հերթական մարազմը։ Տիկին Արզումանյան, դուք մի խոսք ասացիք, շատ կարևոր է, ուզում եմ այդտեղից շարունակեք, Ուկրաինան մատաղ արեցին հակառուսական այդ տրամադրություններով։ Ես նույն իրավիճակը տեսնում եմ մեր մոտ, որովհետև նույն իրավիճակը արեցին Վրաստանում, նույն իրավիճակը արեցին Վրաստանում, Վրաստանը խելքի եկավ։ Հիմա մեզ հերթը հասե, տարածքը մենք էլ կորցրեցինք։ Հա, հիմա Արցախը մատաղարածին, դիմավորում են շատ ճիշտ ասեցիք, այսպես երևի Ազնավուրի երաժշտությունը։ Հա, երևի Ֆրանսիան խառնում են, որտեղ Մակրոնը ինչ արել բացի վատությունից։ Ոչ մի բան։ Եվ առհասարակ եկեք մի հատ հիշենք Կիլիկյան, հա, չբարձրացան մեր լեռներ։ Դե վերջ, եկեք չխոսենք էլի։ Եվ հետո գիտեք ինչ, ես ձեզ մի բան ասեմ, ոչ մի բան չի փոխվել, երբևէ ոչինչ չի փոխվելու։ Եթե մենք նայենք մեր գրականությունը, թե մեր գրականությունը ինչպես է վերաբերվում մեր մեծերը Իսահակյան Եվրոպային, դուք կհասկանաք, թե ինչ է կատարվել առհասարակ։ Այո։ Եվ մեր կաթողիկոսներից գնացել են ժամանակին ցեղասպանության ժամանակ հասել են Հռոմի պապին եւ խնդրել է որ օգնի եւ այլն Եվրոպային դիմի եւ Հռոմի պապը ինչ է ասել հենց այդ Եվրոպան է կազմակերպել ձեր ցեղասպանությունը ես ում դիմեմ այսինքն մենք պատմություն էլ չենք նայում տրամաբանություն էլ չունենք մենք ես չգիտեմ այս ազգի հետ ինչ է կատարվում Արմինե ես չգիտեմ, անկեղծ այդ գալիս է մի պահ, երբ որ ասենք տառապանքը, ներվային իրավիճակը, հետո գալիս ես ինչ որ պատի առաջ ես կանգնում, փորձում ես այս իրավիճակը հասկանաս ու որևէ կերպ չես հասկանում, հասկանում եք։ Այ եթե թույլ կտաս, ես ուզում եմ խոսել այն ամբոխի հետ, որը սիրահարվեց 18 թվին եւ մնաց սիրահարված։ Մեր հայ ժողովուրդը սիրահարվեց մեկին ով ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ով ասում էր Հայաստանը Դամասիսարն է, Վանն է, Մուշն է, Նորավանքն է, ճիշտ է։ Սիրահարվեց մեկին, որ ասում էր խաղաղությունը դա իրականում կապիտուլյացիա է։ Ճիշտ է։ Եվ բառացի ես իր ասածներն եմ կրկնում, բառացի։ Ամիջապես այդ նույն մարդը ինչ ասում է այսօր բացարձակ հակառակը հասկանում եք երբևէ կպատկերացնեիք որ կարող է Հայաստանը ունենա հայ ղեկավար որը կասկածի տակ դնի ցեղասպանությունը հա Իսկ 2 տարի առաջ ներողություն եմ խնդրում հիշեցնեմ շատ կարևոր մի բան էր նաև հայտարարում ասում էր Թուրքիան մտնում է Հարավային Կովկաս շարունակելու համար ցեղասպանությունը դա իր բառերն են խորհրդարանի ամբիոնից եւ այսօր ինքը գնում է ուրացման ճանապարհով չես հասկանում բացարձակ չես հասկանում դուք պատկերացնեիք որ երբևէ հայ ղեկավար դուրս կգա եկեղեցու դեմ ասում են եկեղեցու չէ տափակ խավ կա որ եկեղեցու դեմ չի կաթողիկոսի դեմ է Լավ, կաթողիկոսի դեմ ընդունեցինք, այդ դեպքում ինչի է կալանավորված Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը եւ ինչի իր կարկառուն մանկլավիկներից մեկը հայտարարում է ինչ եկեղեցին չի տեղավորվում պետության մեր մոդելի մեջ Ուրեմն պիտի ոչնչացնեն իսկ այդ մոդելը որն է իրական Հայաստան մոդելն է հատ ես դիմեմ այն սիրահարված դեռևս հպարտ մնացած այսպես այսքան ստորացած նվաստացած ընկճված հուսահատված երբևէ այս ազգը չի եղել
Ուզում եմ այսպես ասած ներկա հպարտներին, որտեղ նախկինները ավելի շատ էին, հիմա ոնց որ քչացել են։ Գիտեք, ինչի է սա նման։ Դուք ամուսնանում եք, սիրահարվում եք մեկի հետ, շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց ուրիշ ճար չունեմ։ Դուք սիրահարվում եք, ամուսնանում եք մեկի հետ, որ ասում եք կյանքս, արևս, գլխին դրած մանա տալիս։ Ամուսնանալուց հետո պարբերաբար սկսում եք քեզ ծեծել։ Հիասթափել չկա։ Եթե դու շարունակում ես դրան սիրահարված մնալ, կամ դու մանկամիտ ես, կամ խանգարված ես, կամ բացարձակ անինքնասեր։ Այն խավը, որ շահամոլ է, ես դրանց մասին չեմ ուզում խոսեմ, որոնք շահից դրդված հայրենիքը չէ, իրանց հորն ու մորն էլ կծախեն։ Հիմա ես ուզում եմ հասկանամ այդ խավին։ Ինչի վրա եք սիրահարված, ինչի եք շարունակում սիրահարված մնալ, դուք ձեզ հարց չեք տալիս։ Ունեն հետևյալ պատասխանը, խաղաղություն է բերում Նիկոլ Փաշինյանը։ Խաղաղություն դա իհարկե աբսուրդ է, ես ասում եմ, իր բառերը դրա համար բերեցի։ Խաղաղությունը դա կապիտուլյացիա։ Գիտեք, եկեք այսպես էլի, խաղաղություն ինչ է լինելու, գուցե, բայց այս պայմանով սահմանադրությունը կփոխես, խաղաղություն կլինի։ Կփոխենք սահմանադրությունը։ Զանգեզուրը կտաս, խաղաղություն կլինի, կտանք Զանգեզուրը։ Սևանը կտաս, խաղաղություն կլինի։ Եկեղեցին հարամես, խաղաղություն կլինի։ Այսինքն խաղաղություն, որը դառնա Արևմտյան Ադրբեջան։ Ես այդ խավին պետք է նաև խնդրեմ, մեկ-մեկ մեր այդ թշնամի երկրի խոսքերը լսեք, նրանց տեսանյութերը նայեք, անցյալ անգամ ցույց են տալիս Բաքվում լրագրողը մոտենում է մարդկանց եւ հարց է տալիս ձեր առաջ հայ երեխա է դուրս գալի, ինչ կանեք 10-ից 8-ը ասեց կսպանեմ։ Հա, մենք բաղուց Միկին ասեց այդ հարցը ինձ մի տվեք, Միկին էլ ասեց ես երեխային չեմ կարող սպանել։ 10-ից 8-ը հիմա ես չէ դուք այդ ազգի հետ դուք բարեկամություն եք անում։ Հիմա ես հավատում եմ, ասենք, այնքան տարածա, որ հավատում եմ այդ խաղաղություն։ Գերիներին չեն այնտեղ։ Ալիևը բոլորի ներկայությամբ ասում է հայ բանտարկյալները տերորիստ են եւ բոլորը մեր ղեկավարի հետ ծափ են տալիս։ Ինչի մասին ենք խոսում։ Այս ծավալի, այս խորությամբ ողբերգություն անհնար է պատկերացնել։ Ժողովրդի մի մասը հասկանում է, բայց կա մի խավ, որը դադարել է մտածելուց։ Տիկին Արզումանյան, չեք կարծում, որ այստեղ պատճառներն էլ պետք է մենք ամեն դեպքում հասկանանք։ Տեսեք, մենք ունեցել ենք այնպիսի էջեր, օրինակ Սարդարապատ, չէ՞, ծանր վիճակ ու մեկ էլ հառնում է այդ ոգին եւ հաղթանակ։ Իդեպ ես ուզում նաեւ Իրանի օրինակը բերել։ Ամեն ինչ արեցին, չէ, սպանեցին իրենց, գլխատեցին։ Թվում էր ըստ հաշվարկների Միացյալ Նահանգների, որ պետք է Իրանի ժողովուրդը ծնկեր։ Ճիշտ հակառակ պրոցեսն եղավ։ Դարավոր պատմություն, մշակույթ ունեցող երկիր է։ Մենք էլ Բայց ինչ է կատարվում։ Հիմա կարող է պատահի մեր վրա շատ ուժեղ 30 տարի շարունակ հստակ տեխնոլոգիաներն աշխատել են, հրկաններ, չգիտեմ, չէ, ուղղակի դեգրադացվեց, ժողովուրդը դեգրադացվեց, տգետ դառավ։ Դեգրադացվեց։ Այդ 30 տարի կրթության բացակայությունը, հեռուստատեսությունը մեր ժողովրդին դեգրադացրեց։ Այսինքն այնքան դեգրադացել, որ չիմանալ թշնամուտ չճանաչել թշնամուտ։ Ու հակառակ ասել պամիդոր վարունգ իրար հետ կծախենք, կուտենք, լավացանք, որ ասենք եթե ցեղասպանությունը եղել է 110 տարի առաջ, չէ, բայց Բաքուն, Սումգայիթը, Ղարաբաղը քնած մեր ջահելին սպանելը դրանք էլ հոմեր քթի տակ են։ Այսինքն այդ փաստերը ցույց են տալիս, որ թուրքը մնում է թուրք։ Եկեք Հեմինգուեյին բերենք օրինակ։ Եթե որևէ մեկը ինձ ասի թուրք, դա իմ համար ամենամեծ վիրավորանքը կլինի։ Հասկանում եք։ Եվ հանկարծ հայ մարդը ասում է, եթե թուրք եք ասում, ես չեմ վիրավորում։
Չէ, ես հասկանում եք, ես հավերժական թշնամության կողմնակից չեմ բնավ, բայց եղել է պատմական մեծ ողբերգություն, հասկանում եք, ընդամենը իմ ուզածը ինչ է այս աշխարից, ասել ներողություն, էլ չի կրկնվի, մենք դա չենք ստանում, ես ոնց ներեմ, չենք ստանում, և դա ունի, նոր ասեցի, իր շարունակությունը, հասկանում եք, դա իր շարունակությունը ունի, Ղարաբաղում էլի թուրքերը մորթել են, էլի ընտանիք են մորթել, մորացել եք այդ դեպքը, ռուս խաղապահները փորձել են կանգնացնել, նկարել են և հետո սպանել են այդ ռուս խաղապահներին 6 հոգու։ Որպեսզի չտարածվեր տեղեկատվությունը։ Բայց եկեք մի հասկանանք ինչպես է այդ ամեն ինչին պատասխանում Փաշինյանը, ասում է այդ հայրենասիրության մոդելը 30 տարի մեզ ներարկված մեզ բերում էր անընդհատ պատերազմի։ Ժողովուրդ ասում է դրանից պիտի ազատվենք, որ հանգիստ ապրենք։ Պատմական արդարության վերականգնումից պիտի ազատվենք, որ խաղաղ ապրենք։ Չէ, գիտեք ինչ, եկեք այսպես էլի, ես ուղղակի ի վիճակի չեմ իր ասածները մեկնաբանը։ Հա, ի վիճակի չեմ։ Մտածողությունից դուրս հնարավոր չի, ուղղակի հնարավոր չի։ Այն անգամ հարցնում են որտեղից ես, ասում են Վանից։ Իմ պապը Սասունից է։ Իմ պապի ամբողջ ընտանիքը կոտորել են։ Մնացել է մենակ ինքը։ Անդրանիկը զորքով երեխեքին հավաքել է, բերել է հանձնել է ամերիկյան որբանոց։ Ես մոռանամ։ Եվ այդպես ամեն մի հայ ընտանիք։ Անունը չհիշեմ։ Դա նորմալ չի, էլի նորմալ չի։ Ոչ մի ասածը նորմալ չի։ Ձեր կարծիքով լավ ինչ է կատարում է ժողովուրդը։ Ինչ ենք էսենց մեջքներս կոտրել։ Չեմ հասկանում, ինչ որ մի մասը դարել աղանդավոր, պատերազմը մեր մեջքը կոտրեց, անքանակ ստերը երբ որ անverջ ասում են, ինչ որ բան երևի ստեղ մտնում է, տրամաբանությունը դարել է ինչ որ անհասկանալի երևույթ, բառ, առանց բովանդակության, ճիշտ ասած չեմ հասկանում, բայց ես դրա համար ասեցի, ես այսօր չեմ հասկանում։ Ես ուզում եմ մասնագետների նաև խոսքը հիմա բերել, տեղեկատվական մարդիկ ասում են, որ մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, տեղեկատվական պատերազմները ահավոր են։ Եթե պատերազմ է, դեմ դիմաց դու թշնամուտ տեսնում ես, պատերազմ է մի քիչ ուրիշ իրավիճակ է, բայց տեղեկատվական պատերազմը, որը այսպես գալիս է զգուշորեն ու մտնում մարդկանց միտք, ուղեղ, պղտորում մտքերը, դարձնում այնպես ինչպես մտածողություն է փոխում, այսինքն մենք այդ վիճակի մեջ ենք։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի այս 18-ից սկսած հակառուսականություն, հակահայկականություն եւ հիմա էլ YouTube-ը, Facebook-ը ամբողջությամբ ծառայեցվում է իրենց քարոզչությանը, սոցցանցերը եւ երեք Ռոբերտ Ամստերդամը, այդ հրաշալի իրավաբանը բերում էր փաստեր, թե ինչպես են Facebook-յան ալգորիթմները այս իշխանության կողմից եւ Facebook-ի տերերի պայմանավորվածությամբ կամ YouTube-ը ինչպես է աշխատում ի հոգուտ Նիկոլ Փաշինյանի։ Երբ որ մտնում ես տեսանյութներում, գովազդը դուրս է գալիս եւ քարոզում խաղաղարար Փաշինյան, դիմացը իբր Սամվել Կարապետյան եւ մյուսները իբր իրենք պատերազմաբեր են եւ պիտի մեր երեխաներին տանեն Ուկրաինա կռվելու։ Հիմա ծնողը նայում է, չունի քաղաքական մտածողություն։ Լախից քաղաքական մտածողություն չունի, տարական տրամաբանություն էլ չունի։ Մարդիկ անցյալ անգամ էլի մեկին միկրոֆոն են դեմ տվել, մի կինը, բավական էլ հաճելի, ասում են ում եք ընտրելու, խունջիկ լամի շլնելով, ես ընտրությունների չեմ գնում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հա, դա էլ մյուս կողմից։ Ամբողջ աշխարհում, որ մարդիկ գնում են ընտրության, քաղաքականությամբ է զբաղվում։ Չէ՞ կամ հայրենիք պահելը քաղաքականություն է։ Դա քո Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, դա քո քաղաքացիական պարտքն է։ Գնաս քո երեխայի, քո թոռների ապագայի խնդիրն է որոշվում։ Քո քաղաքացիական պարտքն է, ինչ է նշանակում չեմ գնալու ընտրության։ Ավելի սարսափելի դրանք են։ Համաձայն եմ եւ մեծ թիվ են դրանք կազմում, այսինքն չգնալ, թույլ տալ, որ իրենց ձայնը անձը սեփական անձը այդ աստիճան արժեզրկելը։ Մեկ ամեն ինչ որոշված, այսինքն ես խրտվիլակ եմ։
Յուրաքանչյուրս մտածում է, ես խրտվիլակ եմ, ես զրո եմ, ես ոչինչ չարժեմ, ասում մեկի արդեն ընտրվելու է։ ընտրվելու է։ Դա տխմարություն է։ Ինչ տխմարություն է։ Դուք են համոզման եք, եթե գնա հայ մարդը ընտրության հունիսի 7-ին, այո, լավ է լինելու։ Եւ հետո գիտեք ինչ, եկեք մի հատ իհարկե սարսափելի բաներ են մեզ սպասվում, սարսափելի։ վերընտրության դեպքում Փաշինյանի, Ես ամենաշատ սարսափում եմ այդ ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Դա սարսափելի բան է։ Դա նշանակում է շատ կարճ ժամանակահատվածում հայ ժողովուրդ այլևս չի լինելու, պարզապես չի լինելու։ Ով կարող է կգնա, մնացածը կլինի փոքրամասնություն շատ արագ։ Սարսափելի բան է լինելու։ Հիմա այս ստախոսներն ասում են դուք խափում եք։ Հիմա եթե լսեն մեր եթերը, կասեն նստած քարոզում եք սուտ բանով է ձեզ ասել, որ 300,000 ադրբեջանցի, բայց անցյալ անգամ ընդամենը 2 օր առաջ հարց են տալիս մեր ղեկավարին, լրագրողը, ասում է գալու են թե չէ, այո թե ոչ։ 15 րոպե խոսեց, չասեց ոչ։ Ոչ էլ ասեց այո։ Ոչ էլ ասեց Պտտեց բարդ նախադասություններով, պարզ անտրամաբանական նախադասություններ, պատասխան չտվեց, թող տար։ Ուղղակի երևի մենք մեր ժողովրդին պիտի հիշեցնենք Ալիևի խոսքը, որը հենց հստակ ասել է 300,000 ադրբեջանցիների գալու մասին։ Նայեն մեր ժողովուրդը, նայեն նրանց։ Հարևանիս ասում եմ, այսպես է լինելու, ով ասեց։ Պետրոսը։ Բաներ կան, որոնք այսպես պետք է հասցնենք, փորձենք 1 ամսվա մեջ մեր ժողովրդի գիտակցությանը հասցնել, թե ինչ կկատարվի, եթե Աստված ոչանի վերընտրվի Փաշինյանը։ Ընտրություն գնալուց առաջ մի ամիս է արդեն մնում։ Մի հատ մտածեն, ինչ եմ անում։ Ինչ եմ անում։ Տեսեք, էլի շատ պրիմիտիվ օրինակ եմ ուզում բերեմ, էլի։ Շատ կենցաղային, որտեվ լավ։ Երբ որ գնում են աղջիկ ուզելու հայերը, չէ, դուք ասում եք ինֆորմացիա, տեղեկատվական ճնշում եւ այլն, բայց մեր ազգային առանձնահատկություններ կան, որոնք մնացել են, չէ։ Գնում են աղջիկ ուզելու, հետաքրքրվում են, չէ։ Ինչ ընտանիքից է, հիվանդը հիվանդ չի, լիրբ թե լիրբ չի, հետաքրքրվում են։ Հիմա դուք գնում եք ձեր ղեկավար ընտրելու, չեք հետաքրքրվում։ Չեք մտածում, ով է։ Այդպես 18-ին գնացինք ցուցակներով ընտրեցին, չէ՞։ Մարդիկ, որոնք բացարձակ կենսագրություն չունեն։ Կենսագրություն չունեցող մարդիկ, ինչ որ միտեղ ավարտել են կամ չեն ավարտել, պետք է դառնան դեպուտատ։ Եվ այդ կենսագրություն չունեցող մարդիկ այսօր այնպիսի բաներ են խոսում։ Ինչ ասես, չգիտես, ասես զառանցանք, ասես ավելի ուզում են այն հռոմեապոպից ավելի կաթոլիկ Երևան, եթե ղեկավարը մի բան ասում է, ավելի անհեթեթ բաներ իրանք են կրկնում, ավելի անհեթեթ ձևակերպումներով, բայց դրանց ժողովուրդը ընտրեց բերեց։ Հիմա դու գնում ես ղեկավար ընտրելու։ Դու քո տղային աղջիկ ընտրելու չես հետաքրքրվում ես այդ ազգային այդ պահը մի հատ արթնացրու, մտածի ում ես ընտրելու։ 2018-ին այդ հարցը տվել էին, կներեք, միջանկյալ ասեմ, որ լավ հետաքրքիր օրինակ ասեցի, գնում ենք աղջիկ ընտրելու կամ տղա, ժողովուրդը լսեց այդ մասին, հայրն էր խոսել Նիկոլ Փաշինյանը 2018-ին լրագրողը հարց է տալիս։ Պարզ ասեց, իրեն մի ընտրեք, ժողովուրդ ավելի լավերը կան։ Հիմա ժողովուրդը չլսեց, լավ, այդ ժամանակ համարենք էֆորիայի մեջ էին, չլսեցին եւ հետո ինքը ականջահաճո բաներ էր ասում։ Հա, կոռուպցիա, որ բոլորին քալանչիներին փողերը վերցնելու են բաժանեմ ձեզ։ Բաժանեց, ավելի աղքատությունը ավելի վատ վիճակում եղավ։ Հիմա այսօր թոշակներն են բարձրացրել, ինչքան։ Բայց ժողովուրդը գիտակցում է, ասում է դուք միլիոններով պարգևավճար եք ստանում, ինձ նետում եք 10,000, որ մեկ երկու էլ չի բավարարում։ Հաշվարկներ գոյություն ունեն, տարական հաշվարկներ։ Նախկինները թալանում էին, հասկացանք, լավ, ճիշտ է, թալանում էին, ընդունեցինք, ասենք թե։ Նախկինների օրոք 6 միլիարդ էր պարտքը, հիմա 14 միլիարդ է։ Հիմա կներեք, ինչ է փոխվել, գործարաններ են սարքվել, ժողովրդի վիճակն է շատ լավացել, ինչ է պատահել։ Ես չեմ հասկանում այդ ռասաստրուկ արտահայտությունը, բացարձակ չեմ հասկանում։
Գիտեք ինչ, դա էլ հոմեր քթիտական, դա ամենը 30 տարի առաջ մենք ապրում էինք սովետական Հայաստանում, ճիշտ է, երբ որ Հայաստանը ռուսները, այսպես ասած, վերցրեցին Հայաստանը, որից հետո շատ կարճ ժամանակահատվածում 3 անգամ մեր բնակչությունը ավելացավ, 3 անգամ, արդյունքում մենք ունեինք արդյունաբերական հզոր երկիր, ապահով, ով էր մտածում թուրք կհարձակվի, ով էր մտածում դրա մասին, մենք այդ 30 տարիների ընթացքում ունեցանք համալսարան, ունեցանք գիտությունների ազգային ակադեմիա, ճիշտ է, կառուցեցինք Սարտարապատի հուշահամալիր, Եղեռնի հուշահամալիր, մենք նկարեցինք Ձորի Միրոն, մենք նկարեցինք Նահապետը, այդ ստրուկի կարգավիճակ էր, Արժեքներ ստեղծեցինք, այո, եւ ավելի խորացրեցինք մեր մենք ազգային։ ունեինք աստղադիտարան ամբողջ աշխարհով հայտնի։ Հիմա կներեք, հա որ Անգլիան գնացել է այդ գաղութացրել են, այնտեղ համալսարան են սարքել։ Այսինքն ռուսաստրուկ այդ արտահայտությունը ինքը ինչ բթացնում է, թութակի նման կրկնում են։ Ռուսաստրուկ ձրի բնակարաններ եք ստանում, ձրի կրթություններ, ձրի բժշկություններ։ Գործարաններ ունեինք, արդյունաբերություն ունեինք։ Ասում են հիմա դա ռուսի դուք տեսեք ոնց են խափում մանիպուլացնում։ Հիմա առավել քան երբևէ, երեք ասում էր Ալեն Սիմոնյանը, մենք անկախ ենք, մենք ինքնիշխան պետություն ենք, ոչ ոք չի կարող թելադրել։ Եվրոպացիները թելադրում են, ասում են չեն կարող թելադրել։ Դուք նույն Եվրոպան անկախ չի։ Դռնե դուռնգա ցնդված ման են գալիս, որ Ամերիկան կարող է պահարզան տա։ Ոչ մեկ անկախ չի, այս աշխարհում անկախ չկա տենց բան։ Բայց ո՞նց են ուղեղները լցրել մեր ժողովրդի։ Իդեպ Արցախի պահովել, անընդհատ հավատացնում են երկու ուղղությամբ, հիշում եք, ասում էին նախկիններն են տվել, մեկ էլ ռուսներն են տվել։ Բայց տեսնում են, թե Մակրոնը բացահայտ իր հարցազրույցում ասում է, որ ես եմ հորդորել, պահանջել, որ Փարքինյանը հանձնի Արցախը։ Ամենամեծ այսօր ցավը, տառապանքը, մտահոգությունը, տխրությունը իմ ժողովրդի Ես հայ եմ, ես սիրել եմ իմ հայրենիքը, ես սիրել եմ իմ ժողովրդին, իմ հյուրասեր, բարի կանանց, իմ մայրերին, ես այսօր չեմ ճանաչում, այ հիմա մեր հաղորդումը գնաց չէ, մի հատ կոմենտները կնայեք, հա իմ մասին ինչեր կարող են դեր ասած ռուսաստրուկը հաստատ մեջ է ռուսաստրուկը էլ կարան ասեն, չգիտեմ ինչ հացես կարան, և հայ կանայք այսօր կարող են ֆեյքերով փողով ֆեյքեր գրեն, հայ կանայք կարող են հայհոյեն, անպատվեն և ամենասարսափելին Արցախի ժողովուրդը տնավեր, բնավեր, երեխեքը ձեռները ողբալի վիճակում գաղթեցին եկան, այսօր մարդիկ արցախցիներին վատ բաներ են ասում։ Բա սա իմ ժողովուրդն է, Արմին է։ Դուք չեք կարծում, որ իշխանությունը ինչպիսին լինում է, անկախ իրենից նույնպիսին լինում է նաև հասարակությունը։ Կա այդպիսի բան։ Եվ դրա այդ կրկնօրինակումը Դա սարսափել է։ Ես հիմա ուզում եմ ընդհանրապես, ես ուզում եմ վերականգնվի իմ մայրերի, իմ հայ կանանց բարությունը։ Ես ուզում եմ վերականգնվի մեր տղամարդկանց թասիբը։ Ես ուզում եմ վերականգնվի իմ ժողովրդի ինքնասիրությունը։ Հասկանում եք։ Դա որ դեպքում կարող է լինել, կարծում եմ չի կարող է իշխանության պարագայում լինել։ Իշխանափոխության դեպքում։ Իհարկե։ Միայն։ Մի հատ տեսնենք, հա, ոնց է։ Ասենք ժողովուրդը մենք եղել ենք այն ժողովուրդը, մենք եղել ենք այն ժողովուրդը, որ դու հանգիստ քայլել, ես ամբողջ կյանքում մենակ եմ եղել։ Հաղորդաշարեր եմ վարել եւ այլն, շատ կենսագրությունս շատ հարուստ եւ բնականաբար թատրոն, համերգ եւ այլն, մանավանդ որ 10 տարի հաղորդաշար էի վարում, պետք է նկարեի այդ թատրոնները, ինչի համար եմ սա ասում, ուշ ժամերի մենակ վերադառնում էի տուն։ Ընդ որում ֆինանսապես երբեք ապահովված չեմ եղել, միշտ տրանսպորտով եմ շարժվել, կանգ առում իջել եմ, հասել եմ տուն, երբևէ Այն ջահել տարիներից առ այսօր ես իմ Երևանում չեմ վախեցել ոչ մի բան։
Եվ ես միշտ ասում եմ, փառք ու պատին մեր տղամարդկանց, մեր հայ տղամարդկանց, որ ես ամբողջ կյանքում ազատ իմ Երևանում քայլել եմ։ Մենք այդ երկիրն ենք եղել։ Հասկանում եք։ Առ այսօր մենք ապահով ենք քայլում։ Ես չեմ ուզում իմ երկրում ադրբեջանցու հանդիպեմ, հասկանում եք։ Ես վախենում եմ դրանից։ Ես վախենում եմ դրանից։ Ես ուզում եմ իմ ժողովրդին ճանաչեմ, ես ուզում եմ տեսնեմ 88-ի ժողովուրդը, երբ որ մենք հայրենիքի ցավով ենք, երբ որ մենք միակամ ենք, միահամուռ ենք, երբ որ միտինգները ավարտվում էին, մենք հասնում էինք կանգառ եւ կանգառում մեքենաները կանգնում էին, գոռում էին, մասիվ են գնում, կոմիտաս են գնում, ով որտեղ գներ լցվում էր, տանում էին ժողովրդին։ Ես այդ ժողովուրդն եմ ուզում, բայց հո չկորավ, չմեռավ այդ ժողովուրդը, կա չէ։ Հանգամանքների բերումով վատը դուրս եկավ, ես ուզում եմ այդ վատը գնա, վերանա, խորտակվի ու վերականգնվի իմ 88-ի ժողովուրդը։ Տիկին Արզումանյան, դա չի կարող լինել այս խայտառակ քարոզի պարագայում։ Լույսը բացվում է այդ զարուրելի սրտիկներով, ինչ այլոց ասեմ, մարմնի այդպես ինչ-որ ուսումնասիրման գիտություն կա, ժեստերի լեզու կա։ Ինձ մասնագետները շատ վատ բաներ են ասում Փաշինյանի այդ սրտիկների հետ կապված, սատանիստական, ընդ որում ասում են, երբ որ նա մտնում է եթեր, մի քանի րոպե լուռ է։ Այդ պահին նա վատ բաներ է ասում առհայ ժողովուրդ։ Եվ ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը իմանա, որ իր այդ ուղարկած սրտիկների հետևում գուցեև սատանիստական ինչ-որ, չգիտեմ, վատ խոսքեր են ուղված մեզ։ Կարծես այսպես մեզ թակարդի մեջ գցած լինեն, ու մենք չենք կարողանում դուրս գալ, ժողովուրդը չի կարող։ Դուք ձեր զարմանքը, ձեր ցավը, ձեր տառապանքը այնքան հասկանալի է։ Ամեն մի արժանապատիվ հայ այդպես է իրեն զգում։ Եվ հարցեր, թվում է պատասխանները չկան, բայց պատասխանը մեկն է, երկիրը մեր ղեկավարում է մի անձ, որը հայի ու հայկականության հետ ոչինչ առնչություն չունի։ Եկեղեցին իմ քանդում են Ստեփանակերտում։ Ես գիշերը չեմ քնել, երբ որ տեսա Մեսրոպ Մաշտոցի նկարը Այբենարանից հանված։ Գիտեք, մենք ունենք Այբուբեն, որ ամբողջ աշխարհը լուրջ խոնարհվում է այդ Այբուբենի առաջ։ Ֆանտաստիկ ինչ-որ մի բան, ֆանտաստիկ։ Մինչև հիմա հանելուկներ կան մեր Այբուբենի մեջ, որ շատերը դեռ գիտնականները չեն կարողանում բացահայտել։ Երևի գիտեք այդ նյուանսները, երկաթի եւ այլն։ Մենք ունենք բացառիկ Այբուբեն, որտեղ յուրաքանչյուր հնչյուն ունի իր տառը։ Աշխարհում տենց Այբուբեն չկա, հասկանում եք։ Եվ հանկարծ հայ մարդը այսքան դար հետո ասում է կարող է գողացել է, եկեք նկարը հանենք։ Թուրքական թեզ, ինչպես հարուստ ցեղասպանության պարագայում։ Խելագարվելու բան, հասկանում եք, չի անհնար է, շնչահեղձ է մտնում, շնչահեղձ։ Եվ նախարարը ասում է չենք հանել, վերցրեք հեռախոսը, բացեք, չկա էլի, ոչ կազմի վրա կա, ոչ բան կա, բացեք, չգիտեմ 20-քանիերորդ էջը, ընդեղ էլ չկա։ Այդ հեռախոսը պահեք, կարող է դե երևա։ Նախարարի դասարանի երեխան ինչի՞ պիտի այդ որակի հեռախոս ունեն։ Կամ վերջապես դա ինչ աբսուրդ է, ինչ առանձնական։ Ու պետք է ոնց է։ Այսինքն, եկեք տրորենք մեր սրբությունները։ Մասիսը հանեցիք, լավ, դե վերացրեք, ես տեսնում եմ ախր, վերացրեք։ Մեծ վարակույր պատվիրեք, չգիտեմ ոնց եք անում, կախեք, չտեսնեք։ Բայց խորվիրակն էին նկարել ինչ տարբերակով, մշուշված, որ հանկարծ չէ։ Այն օր այդ տխմարներից մեկը բանը Մասիսը մեր այդ պատգամավոր կոչվածներից, Մասիսը ժամանակին այդ հարցը Թուրքիայից տվել են սովետական միության ժամանակ, որ ինչի է Մասիսը Հայաստանի ռուսով է պատասխանել։ Լուսինը ձերն է, որ ձեր դրոշի վրա կա։ Շատերն են ասում, հա։ Հա, պատմություն ունի, չէ։ Այսինքն Լուսինը իրանց կարելի է սեփականը շնորհել։ Մեր 100 տարի առաջ, որ մերն է Մասիսը, չի կարելի։
Սպահին Շիրազի խոսքերից հիշեցի, եթե չեմ սխալվում, հանճարեղ խելագարից էր ասում, դու էլ թուրք ես ով Արնախում, որ պոկել ես ուզում անգամ, մասիսն անգամ իմ շուրթերից։ Հիմա ես ոնց անեմ, որ չասեմ, դու էլ թուրք ես։ Ասեմ, չգիտեմ Արմենը գիտեք թե չէ, մասիսը այնպես ինչպես մեր մոտից է երևում, այն կողմից չի երևում։ Իհարկե գիտեմ։ Այն կողմից է, ես այն կողմից ուղղակի սարա, բավական հաշու։ Չէ, մեր կողմից է որ սուրբ ները իր ամբողջությամբ, այո, չէ, բայց այստեղ գիտեք, որ ասում են, հա դե մեկա մասիսը մեր տարածքում չի ոչինչ։ Տիկին Արմանյան, դու խորտ ապրեք, դու խորտ հասկացող կին եք, շատ հետաքրքիր մարդ եք, բանասեր եք, խորք ունեցող հայուհի եք։ Մասիսը մերժելը նոյան տապանն է մերժում։ Մենք շատ խորը բաներ պիտի տեսնենք դրա հետևում։ Քրիստոնյա հայության սիմվոլն է մերժում։ Դե բայ այդ շղթան գնում է, գալիս է հասնում է մինչև Էջմիածին, այնտեղից Փաշազադեն ասում է 500 մզկիթ պիտի սարքենք գանք Հայաստան։ Էջմիածինն էլ հայ բանա, ինչ որ այդպեսի մի Ուջմիածին։ Հա, այդպեսի մի խայտարակ բաներ ասում, ակամա մենք սկսում ենք իր այդ խոսքերը։ Հա, դրա համար զզվելի է այդ ամեն ինչը։ Բայց դե չես կարող։ Պիտի ժողովուրդը տեղեկանա, որ ինչ է ասում թուրքի մոլլան եւ ոնց է պատվիրում տեղեկանալ։ Փաշտինյանի ինչ ես ասում եմ սիրահարված մասա կա, որ ըստեղ մի բան անջատել է եւ այլևս չի ուզում մտածել։ Իդեպ այդ անջատվածները չեն էլ նայում մեր հաղորդումները։ Իրենք նայում են հանրային հեռուստատեսություն, որտեղ պինդ ուժեղ կերպար կա հանդին մեկ էլ Facebook-ով հայոյում են։ Հա։ Այո։ Լավ, հիմա մենք ընթառաջ ենք գնում ընտրությունների, ոնց պիտի անենք այս խայտարակ քարոզչական դաշտը կոտրելու համար, ոնց են բարկաբեկում մեր այն ազգային հատվածին, որոնք եթե գան իշխանության, հայոց փրկությունը ես տեսնում եմ այդտեղ ուժեր ունենք մենք ազգային դաշտում, ազգային ընդդիմադիր հատվածում, առաջնորդող ուժեր ունենք, բայց ոնց են թիրախավորում եւ ոնց են ոչնչացնում այդ նույն Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, ինչու ոչ, իրենք մարդիկ են, իրենք հայ մարդիկ են։ Իրենց բոլոր թերություններով իրենք հայ մարդիկ են, իրենք մեզ չեն տանի ոչնչացման։ Ոնց հասցնենք մենք հիմա, որ այդ սարքած մարտի մեկերը, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր, մի կողմ դրեք, ժողովուրդ ջան։ Մենք վերանում ենք։ Ուղղակի պետք է ընդդիմությունը շատ ակտիվ լինի։ Շատ ակտիվ։ Դուք կարծում եք, որ քարոզչությունը անհրաժեշտ չի արվում։ Չէ, երևի ավելի շատ պետք է արվի։ Դե սրանք եվրոպական այդ ավելի համախմբված, ավելի համախմբված, ավելի տեսանելի, ցույց տալով բոլոր թերությունները եւ առաջարկություններ անելով, հասանելի։ Չնայած չգիտեմ, ասես որ սա տգիտության արդյունք է, չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ վերլուծելու կարողություն մոլորվում ես հասկանում եք ես հիմա մասամբ այդ մոլորված վիճակում գուցե պետք է ուղղակի ինչպես ասում են կետ առ կետ բացատրել որ 4 պատերազմ բերածը խաղաղություն չի կարող բերել վերջակետ գիտեք ինչ կա առանցքային Արմինե ջան կան առանցքային խնդիրներ որոնք պետք է անպայման ասվի ասենք եթե Արցախը ձեզ համար արժեք չէր եթե մի ամբողջ սերունդ հողի տակ դնելը ձեզ համար արժեք չէր։ Լավ։ Եթե ցեղասպանության գաղափարը ձեզ համար անցած էտապ է։ Եթե Մաշտոցը ոչինչ։ Չէ՞։ Բայց կա շատ էական երկու փաստ։ Դուք առանց եկեղեցու, առանց հավատքի ապրելու եք։ Այդտեղ ինքը ժողովուրդը կուտը չկերավ։ Այդտեղ ժողովուրդը դիմադրեց։ Այսինքն մենք մեր հավատքին հավատարիմ մնացինք ամենայն դեպս։ Եվ ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Այդ երկու վտանգը սարսափելի կախված է մեր գլխից։ Շեշտը պետք է դրա վրա դնել։ Ես ուզում եմ հիմա իրենց քարոզչական պահը մեջտեղ բերել, որպեսզի ժողովուրդը իմանա, թե ինչ մանիպուլյացիաներ են անում, օրինակ կաթողիկոսի անձն են առաջ մղում, իրականում իրենք քանդում են եկեղեցին։ Առիթը կա եւ ես պիտի հիմա մեր հարթակից ասեմ, ինչու են ամենայն հայոց կաթողիկոսին, որը շատ հայրենասեր մարդ է, ինչու են վարկաբեկում։ 15 տարի առաջ Տիկին Արզումանյան նրա մոտ են մտնում մի քանի անձիկ եւ այսպես հորդորում են, պահանջում են, որ
LGBT-ն պետք է եկեղեցում ամուսնություն այդ իրենք ինչ է օրնի այսպես կոչված իրենց զուգավորումը եւ մեր կաթողիկոսը ոտքի է կանգնում ասում է միայն իմ մարմնի վրայով դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայկական ժամանակը լցնում է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական հոդվածներով եւ քանի որ կային ուժեր, որոնք այդ ժամանակ օգնում էին իր հայկական ժամանակի սպառմանը, ամբողջ մեր հանրապետությունով մեկ տարածվում էր նրա խայտարակ կեղծիկ պարունակող հայկական ժամանակը, որի երկրորդ էջում պարտադիր Azr Info-ի ինֆորմացիաներն էին տեղ գտնում։ Ժողովրդավարական երկիր էինք այսպես ասած։ Եվ այսօր ասում ենք ինչու է տգետ մեր ժողովուրդը, որովհետև մեր ժողովրդին 10 եւ ավելի տարիներ կերակրել են Նիկոլ Փաշինյանի կեղտոտ հորինված հոդվածներով։ Նա ժխտել է հայոց ցեղասպանությունը շատ ավելի վաղուց։ Նա Արցախը հանձնել է շատ ավելի վաղուց իր հոդվածները կարդացել։ Այդ բոլորը գիտեմ, եւ նաեւ քանի հիշում եմ ասեմ, ես շատ կխնդրեմ այն մասան, որոնք դեռ սիրահարված են, կարդան իր գիրքը։ Այո։ Ուղղակի խնդրում եմ, կարդան իր գիրքը։ Էլ ասելիք չունեմ։ Գուցե պետք է բաժանել այդ գիրքը։ Իսկապես այս ընտրությունների ընթացքում խնդրում գնում եք աղջիկ ուզելու։ Չէ՞, գիրքը կարդացեք էլ։ Թե ով է մեր արժև կանգնած։ Այդքանից հետո եթե կգնաք, կուզեք, Աստված ձեզ հետ։ Կարծում եմ, էլ հարցնելու բան չկա, ինչպես ասում են ամեն ինչ ասված է, ամեն ինչ դուք ասացիք, մնում է, որ աղջիկ ուզող գնացողները, մեր ընտրողները իսկապես գիտակցաբար հասկանան, որ կամ այդ օրը կամ մենք հայրենիք ենք ունենալու հաջորդ օրից, հունիսի 8-ից, կամ չենք ունենալու։ Եվ այստեղ այն որ ասում ենք գոյապահպանության կռիվ է, այդ հենց այնպիսի խոսքեր չեն էլի։ Անգամ հայրենիքի հարցը լուրջ դրված է։ Հայրենիք ունենալ չունենալու հարց։ Ուզում եմ, բայց որ ձեր տեսակը թևաթափ չլինի, մենք Չէ, գիտեք, ես ասում եմ, ես կարծեմ էլի եմ ասել, հիմա էլ կասեմ, մեր պատմությունը շատ դաժան է եղել, շատ տխուր ու շատ դաժան, անկումներ շատ ենք ունեցել, բայց ապրել ենք կանք, անցյալ օրը ես դրսի իհարկե մի հաղորդում եմ նայում գիտնականների, որոնք գենետիկայով են զբաղված եւ ապշահար ապացուցել են, այսինքն հայտնաբերել են ավելի ճիշտ, որ ինչ կայուն է մեր գենետիկ կոդը։ Հենց բացառիկ կայուն չի աղավաղվել այսքան դար։ Եվ ես հավատում եմ այդ գենետիկ կոդին։ Այո։ Մենք ունենալու ենք բարի կանայք, արժանապատիվ կանայք, թասիբով տղամարդիկ, խելոք ջահելություն, նվիրված ժողովուրդ իր հայրենիքին եւ գիտակից։ Ես դրան հավատում եմ։ Այս ժամանակավոր ինչ որ անկում է ամոթը, մենք ջնջելու ենք այս ամոթի էջը մեր պատմությունից։ Ամենաամոթալի էջը, ամենաամոթալի։ Շնորհակալ եմ Տիկին Արզումանյան, հենց այստեղ էլ ավարտենք, հուսով եմ մինչև հունիսի 7 մենք դարձյալ առիթ կունենանք հանդիպելու եւ մեր ժողովրդի աչքերը բացելու, իրականությունը տեսնել է պետք։ Շնորհակալ եմ ձեր կարևոր խոսքի համար։ Ձեզ հաջողություն։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր մենք տաղավարում ես հյուրընկալել էի հարգարժան մեր Լիլիթ Արզումանյանին, բանասիրական գիտությունների դոկտոր։ Լավ եղեք, կհանդիպենք։